Արցախի իշխանությունը Խաչատուր Սուքասյանի պահվածքը դատապարտող հայտարարություն է տարածել։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Խաչատուր Սուքասյանն ապրիլի 17-ին լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել։ Ընդ որում իշխանական падգամավորը ոչ միայն սեփական թյուր կարծիքն է արտահայտել Արցախի ժողովրդի պայքարի վերաբերյալ, այլև արդարացրել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից նախկինում արված հայտարարությունը, թե արցախցիները պետք է մնային եւ կռվեին, կարդում ենք Արցախի տեղեկատվական շտաբի հրապարակած հայտարարությունում։ Ինչպես հայտնի է, ԿՊԱ-ական падգամավոր Խաչատուր Սուքասյանը հայտարարել էր, թե արցախցիները 2023 թվականին չեն կռվել։ Զոհ չեն ունեցել Ղարաբաղում 2023 թվականին 10 հոգի մարդ է զոհվել, ասել է Սուքասյանը։ Հարցազրույցից քիչ անց նա ներողություն է խնդրել, բայց միայն զոհերի թիվը սխալ ասելու համար։ Այս հայտարարությամբ Սուքասյանը հերթական հոգեբանական ահաբեկչությանն է ենթարկել 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիան հերոսաբար դիմակայած զինծառայողներին եւ կամավորներին, զոհվածների, անետ կորածների եւ գերեվարվածների հարազատներին, հայտարարում է Արցախի ղեկավարությունը եւ հիշեցնում, որ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել է 14 քաղաքացի։ Խաչատուր Սուքասյանից այսօր նորից մեկնաբանություններ են խնդրել խորհրդարանական թղթակիցները։ ԿՊԱ-ական падգամավորը բորբոքվել է, գորգռալով ասել, թե շփոթվել է։ Հայտարարությամբ հանդեսը եկել լռեք։ Ես չեմ խփում, խփողը դուք եք, ես չեմ խփում։ Շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել, եթե դուք սա է ձեր, լսեք, ձեր ինքնությունը սա է։ Քիվը շփոթված եմ ասել, հայտարարություն եմ տարածել։ Ներողություն, թույլ խոսեմ։ Չեմ տալիս ձեզ, լսեք, չեմ տալիս հարց, ներողություն եմ խնդրել։ Հարցազրույցում մի քանի անգամ դուք ասում եք, Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստենից։ Հանգստով պահեք ձեր։ Լսեք, չեմ տալի հարցազրույց, հեռու գնացեք։ Սա ասած տարածք է։ Եղավ, շնորհակալություն։ Բայց այնուհանդերձ դուք Ասեմ հեռու գնա։ Դուք չեք ուզում այդ։ Ոչ։ Ինչու՞։ Գնացեք ստեղից, չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ, հեռու գնացեք։ Այսինքն այդ հայտարարությունը այդպես Բայց շատ վատ, շատ վատ։ Ուզա, լսեք, ես հիմա, լսեք, դուք շատ վատ մարդ եք, 100 անգամ ասում եմ, դուք ձերն եք անում, որտև դուք փող եք աշխատում ձեր, լսում եք, ձեր յութուբներով ուզում եք շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասի, շփոթվել եմ, դուք այլ հարց չեք տալի, լռեք։ Դուք հարցազրույցում մի քանի անգամ պնդում եք։ Որտև շփոթված էր ուղեղիս մեջ ասում էին դա, որտև կիսել է ես, երբ որ եղել էր պայթունի դեպքը, այդ 400 քանիսն էր մեջ, պայտակ այդ 210-ով 10 ասեցի, սա է եղել, որտև ես ուզում եի ասեի, որ ենքանը չեն զովել, մարդիկ պայթունից էլ են զովել, բայց մարդ եմ, ուղեղիս մեջ այդ թիվն էր եղել, տեն շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել, լավ անարմար չի, հիմա սահունակ ձև ասում եմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղեղի մի թիվ է լինում, պատահաբար դա ես հայտարարում, որովհետև իհարկե ես առաջի 11 հոգին էլ եմ հիշում, որ ազգային անվտանգության տղեկը մազ, մոտս դե տպավորությունը բան եղավ, Ես սա եղել, հիմա ինչ եք ուզում, մարդ եմ չեմ, ես տարիքի ներողություն, ես երեք ներողություն եմ խնդրում, երեք ես ներողություն խնդրեցի, հրապարակեցի, որտես մեքենայի մեջ եմ հիշել, ասի պես մի րոպես 10 ասեցի, ու տենց գնաց, ասի զանգեցի մեր տղաներին, ասի մենք ճշտեք, ոնց որ դեռ սխալ թիվ եմ ասել, ես սա եղել պատմությունը, ասի հայտարարություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն, ինչի մասին է խոսքը։ Եթե շատ եք ուզում իմանալ, ես տեխնիկական միջոցներ չունեմ, որ ազգային ժողովի ճեպազրույցները իմ մոտ դնեմ։ Ապրեք, շնորհակալություն։ Ես հիմա ներողություն եմ խնդրում մի բան, լսեք ինձ ուշ, դուք լռեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Լռեք, չեմ տալիս հարցազրույց ձեզ։ Լսեք, ես էլ եմ սկզբում կային։ Դու ոչ մի ձեր որովհետև ձեզ պայք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թիրախային հարց ես ձեզ եմ տալու, դուք ո՞նց եք գումար վաստակում։
YouTube-ներով, լսեք, ի՞նչն է գրանցված։ Գրանցվածը որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզ ինչ է պետք։ Սկանդալա պետք որ եկամուտ ունենաք։ Ես բոլորից եմ շնոր։ Լսեք, դուք եք շեղվում, դուք, լսեք, դուք ձեր բերեք ինձ սուտ եք խոսում, սուտ խոսեցիք։ Լսեք, որովհետև նորից եմ ասում, լսեք ուշադիր ինձ։ Հայերեն գիտեք, թե գերմաներեն եք, ինչ լեզվով եք խոսում։ Ձեզ ասում տպավորվել էր ուղեղից, մեջ այդ թիվ, դրամոր է ասում, սխալ եք խոսում, որովհետև այլ թիվ է տպավորված։ Հարցը լսելու ինձ ասում եք հարցազրույց չեմ տալու։ Չեմ տալիս ձեզ հարցազրույց, չեմ տալու, որովհետև դուք, լսեք, դուք դրանով ուզում եք գումար վաստակեք, մնացածի վրա թքացում եք երկրի վրա, երկրի պաշտպանականության վրա, ամեն ինչի վրա, դուք որտեղ եք տեսակն եք, ձեզ ասեք ինչ եք ուզում, ասեք ես պատասխանեմ, խնդրեմ։